ինչի ես իմ ազգային անվտանգության աշխատողներին, իմ ոստիկանության աշխատողներին, ինչի ես ուղարկում քո անձնական շահի համար։ Կամ խոսքը եկել է ասեմ, այն մարդու տուն մտել են 8 հատ եկեղեցի սարքի այդ մարդը։ Ես այդ մարդուն անձամբ չեմ էլ ճանաչում, բայց ես գիտեմ իր արածները։ Այդ մարդու տուն մտել եք, այդ ինչ ձև եք մտել։ Ինչ եք մարդուն իր տան մեջ տալի գետնին։ Այդ մարդը ոչ զենքով է եկել ձեր վրա, ոչ իր ախրանաներով է եկել ձեր վրա։ Նորմալ դիմավորել է, երևում է, նկարել եք, գցել եք, ասենք սայթ, որ ինչ եք ուզում դրանով ասեք։ Դուք կնես պետք է անեք ԱԱԾ-ի համազգեստը հարգեն մարդիկ, ոչ թե նայեն ԱԱԾ-ի համազգեստով մարդը ինչ է անում, դրանից հետո կսկսեն չհարգեն։ Այսօր ազգը պետք է ազգային անվտանգության ԱԱԾ-ի աշխատակիցներով հպարտանա, երթվի նրանց անունով, բայց ինչ են անում ԱԱԾ-ի աշխատակիցները, հրաման են կատարում, չի կարելի, մարդը ինչ արե, չի արե, ես չգիտեմ, մարդը այս երկրի կեսին լավություն արե, սպորտսմեններին խրախուսել է ավտոներա տվե, չգիտեմ որտեղից է տվե, բայց ինչ չել հետաքրքրում որտեղից է տվե, կարևորը սպորտսմեններին խրախուսել է, որ մեր հայկական դրոշը բարձրանա։ Ես ամեն ինչի պատրաստ եմ, որ մեր Հայաստանն ու սաղ տեղերը լսեն, հայկական դրոշը բարձրանա։ Բայց այդ մարդը չգիտեմ որտեղից է բերել, հիմա դուք ասում եք, չգիտեմ, ապօրինություն արել, փողերը ուրիշ տեղից է բերել, սա արել, ես դրա մեջ չեմ ուզում մտնեմ, բայց մարդը այդ փողը օգտագործել է երկրի շահի համար, ոչ թե իր անձնական շահի համար, այդքանը պետք է հասկանան մարդիկ։ Իսկ եթե անձնական խնդիր ունեք այդ մարդու հետ, այդ մարդու զանգի ասա մի հատ սենց հարց կա քո հետ, իմ պետության ուժային կառույցներին մի օգտագործի գնա այդ մարդու հետևից։ Հիմա ես չեմ ուզում քաղաքական ինչ-որ հարցերի մեջ մտնեմ, ես քաղաքականությունից չեմ էլ հասկանում, բայց ժամ առաջ էս Օլիմպիադանը պետք է բացվի։